այլև ինչ-որ անպակորկոր բաներ ասում, ոչ մի բան էլ չի ստացվի իր մոտ։ Հանգիստ եղեք։ Հիմա շատ բռնավորներ են լինելու, շատերը կկալանավորվեն։ Որ մի հոգևորականը իր տեղը չի, խնդիրների առաջ է կանգնելու։ Միթե կարելի ազգային ժողովում այտենց մղեկայով գնալ, հա? Այդ ազգային ժողովը թե կրկես է այնտեղ, ամոթ է։ Ով ասես եկել նստել է դեպուտատ, որի չանի, Մերոնով կեղտոտ բան չեն անում, մերոնով կեղտոտ բաներն են մաքրում, այ քահանաներ, բոլորը ձեր չափալախները ստանալու եք։ Բարի ողջույն, 9 օգոստոս, շուտով խավարումները կսկսվի, 12-13-ը նորալուսինը և լուսինը առույց համաստեղությունը, նորալուսինը կարելի է նոր գործեր սկսել, ներողություն ծրագրեր դնել, գեղեցիկ բարի նպատակներ, որտեղ առույց ինքը բարի է, մենք հիմա առույց համաստեղություն մենք, բայց քանի որ խավարումների ամիսը, այդքան էլ խորհուրդ չի տրվում, ինչ որ գործարքներ անելու, պարտքեր տալ, վերցնել, ամուսնություններ, պարզապես այս լուսնային նորալուսնի ժամանակ ծրագրեր եք դնում, բոլոր բարի ծրագրերը կատարվելիք է։ Օգոստոս ամիսը շատ կարևոր, բացի եթե խավարում էլ չլիներ, ես նորից էլի կասի, ինքը համարվում է հանգստի ամիս, թագավորական ամիս, ծնող ընտանիք, հայր հատկապես, ծնող երեխաներ ամիս, այնտեղ Մարս մոլորակը 12-ից, հենց 12-ից հետո կմտնի, կլինի խեցգետին համաստեղություն, ասենք միջև երբ կլինի դա, այսօր գիրքս եմ բերել, միջև սեպտեմբերի վերջ, միջև սեպտեմբերի մեջ կլինի խեցգետին, որն իրենից ներկայացնում է ընտանիք, սահմաններ, ու հիմա ես կասեմ, որ հիշողություններ, անցյալի, վախեր, հիմա շատ լարված շրջանա գնում Հայաստանում, նախ ամբողջ աշխարհում, լարվածություն ինչի համար, սովորական մարդկանց համար, քրտնիկով աշխատող մարդկանց համար վատ չի, այնպես որ խոճապի չմատնվեք, որ խավարում, վա հիմա սարսափելի բան, խավարում ինքը մութ է, ոչինչ չի երևում, աշխատեք մեջը լույս գցեք, որ լույս տեսեք, այս տարի 4 խավարում է 2 արև 2 լուսին, հաջորդ տարի 5 խավարում կլինի, 2 արև 3 լուսին, այն պատերազմի ժամանակ 44-ի 6 խավարում էր, որտև 27 ինքը մաքրվան է, փետրվարին կա խավարում, օգոստոս 2-ին էլի կա խավարում, չեմ ուզում նախապես ասեմ, օրերը կմոտենա կասեմ, բայց օգոստոսը շատ կարևոր է ինչի համար, որ նախ խավարումը մաքրում, կատալիզատոր, սինտեզ, հետո առույցը այս շրջանը խաղամոլությունն է շատ, ինչքան վատ սովորություններ դուք ունեք, տղամարդիկ, կանայք նաև դավաճանություն ձեր ընտանիքին, որտեղ ընտանիքն է ծնող երեխա հարաբերությունը, խաղամոլություն, թմրամոլություն, դավաճանություն, խաբեություն, ամենքն իրենց դնում են թագավորի տեր ամբարտավանություն, բոլոր այս վատ թերի բացասական, որը կողքինին վնաս է, որտև քեզ վնաս չես գիտակցում, որ դու քեզ վնաս ես տալի, ընտանիքիդ ես վնաս տալի, եթե կարողանաք ամբողջ այս օգոստոս ամիսը մաքրվեք, ձեր այդ վատ սովորությունից, ոչ ոք ձեզ չի օգնի, դուք ինքներդ ձեզ, ոչ ոք ձեզ չի օգնի, դուք գնացեք սարերը, անտառը, բնությունը, աղոտ քարեք, արևի հետ խոսեք, այդ արևի էներգիան ասեն, ոնց եք ջուր խմում, այդ այնց էներգիան հավաքեք ձեր վրա, ուղեղով, ծալապատեք նստեք, խնդրեք Տիրոջից ձեզ ուժ տա, ուղեղի պայծառություն տա, որպեսզի ձեր այդ վատ սովորությունները ձեր վրայից մաքրվի, ձեր միջից մաքրվի, մեր ներսի փոքր Հիսուսիկին մի զայրացրեք, կպատժվեք առողջականի խնդիրներով, առույցն էլ սիրտնը, ողնաշարն է և ծոծրակը, որտև առույցի ծոծրակը, այդ գունդը կա, այ մեր կանանց մոտ է շատ, որ ընտանեկան բեռը, ամբողջ հոգսը ընտանեկան ցեղի կանայք,
բայց հիմա էլ դες չեն անի, ամբողջ իրենց ուսերին է, որպեսզի այդ պատիժները վատը չլինի, երկնային աղետներ շատ է սպասվում ամբողջ աշխարհում կա, որտեղ պատերազմ չկա, այնտեղ երկնային աղետներ է, պայթուններ, հրդեհներ, տեսեք Թուրքիայի հրդեհը ինչքան շատ էր, Ադրբեջանում էլ երկնային աղետներ կան, այնտեղ նավթ կա չմոռանանք, ես անհանգստանում եմ այդ այրոցները նավթի, որովհետև չի բացառվում, քամիներ, փոթորիկներ, ցունամիներ, երկրաշարժներ կան սրանք։ Մեր Հայաստանում էլ կա, բայց սարսափելի չի։ Որ մի շրջանում լինում է, այդտեղ վերցրեք այդ շրջանի ղեկավարը, արդյոք իրեն ճիշտ է պահել, որ իր ժողովրդին պատիժ է տալիս։ Հիմա որ մի երկրի ղեկավար իրեն ճիշտ չի պահել, այնպես որ ձեր խոսելը ենթադրությունները ձեզ պահեք, քանի անգամ եմ կրկնել երկրի ղեկավարին մի փնովեք։ Չի կարելի, պատիժներ կստանանք, որ արդեն սկսվել է 26 թվական, 27 թվական։ Քանի որ 27 թվականը հուլիսի վերջերից կարգ ու կանոնի շրջանը սկսվել, ամեն ինչ իր տեղը պետք է լինի։ Այս մաքրումը հենց օգոստոսի 12-ից սկսվում է։ Նորան լուսին, եւ լուսինն էլ առույցում է գտնվում, ցուցադրական լուսինը, ամենքը ձեզ ցույց եք տալու, բայց բարիով ցույց տվեք։ Ընտանիքներ կփլուզվեն, այն մարդիկ, ովքեր անարդար ձևով ասել եմ դա, շատ պետք է ասեմ, որտեղ հիմա ավելի է սաստ կանալու դա, ովքեր անարդար ձևով են դիզել, բիզնեսներ, տներ, չգիտեմ ինչեր, այդտենց ասում եմ, սննկացում է գնում, ու սա աշխարհով էլ կա, եւ Ռուսաստանում է շատ դա լինելու, որտեղ սով է սպասվելու, դա երկար է տևելու, մեր Հայաստանում էլ, ովքեր որ ընտեղից հարստացել են, ընտեղ էլ է լինելու, որտեղ կա, այդ մեր հայերին է վերաբերվում, եւ այդ մարդկանց հիմա իրենք չգիտեն, իրենք են միայն իմանալու, բայց իրենք չեն լուսաբանի, հենց այդ մարդը իրեն կարող է տա կամ խմիչքի, կամ թմրամոլության, ծրվելու համար, շեղվելու համար ու ատամներով կաշխատի իր ընտանիքը պահի, որտեղ ընտանիքին էլ հարվածներ սպասվում է։ Հենց ընտանիքին հիմա չգիտի փողերս պահեմ, իմ կարողությունը պահեմ, թե ընտանիքիս պահեմ, իհարկե ընտանիքին։ Եվ շատ տղաներ, զավակներ կտուժվեն իրանց հայրերի արած, մի բառ ուզում եմ ասել սխրագործություն, բայց շակերտավոր սխրագործություն, հայրերի արած ստորություններից իրենք կտուժվեն, իրենք կպատժվեն, ու լավ կլինի սուս մնա, որովհետև նոր շրջան է սկսվում աշխարհում, նոր սերունդ, 18 տարի տևող, այն 18 տարեկանների զոհերը դա այնպես չի, հիմա պետք է գա շատ դրական ձևով լրացվի տեղը, որտեղ Հայաստանում լուսավոր ապագա է լինելու, ուղղակի թողեք, որ աշխատեն։ Այս երկնային աղետները կան, ես չմոռանամ ասեմ, երկնային աղետներ ամբողջ աշխարհում 4 տարերքները դրանք լինելու են, օդ, ջուր, հող, կրակ։ Օդը դա արդեն հիմա կսկսվի Հայաստանում, դրանք քամիներն են, քամիներ, ցունամիներ, փոթորիկներ, ծառեր կկոտրվեն, մեքենաներ կկոտրվեն, հենց ծառերից։ Ջուրը գիտենք, որ այդ ջրհեղեղներն է, այդ ջրի վիճակը աշխարհում այդքան լավ չի ջուրը։ Այս շոկը շատ վատ է, ու մեր մասի սարն էլ է հալվում արդեն, այդ լավ չի, հեչ լավ չի։ Իսկ դրան կտան ջրհեղեղներ եւ այդ շոկից էլ կգոլոշյանը, կցամաքեն շատ տեղեր երաշտներ է լինելու։ Այս մարդկանցից է, որովհետև մարդիկ Աստծուց հեռացել են, շատ վաղուց են հեռացել, շատ վաղուց, բնություն են կեղտոտում, բնությունը մենք չենք նկատում, ամբողջ երկրագունդը հսկայական գիրք է, ու մենք պետք է կարդանք, մենք կարդանք Հայաստանին տրված գիրքը, որ մենք տեսնենք ծիտը որտեղ ծալվլաց, կովը որտեղ բառաչեց, ինչպես բառաչեց, կկում քանի անգամ կկարեց, արևը ոնց է, լուսինը ոնց է, այդ ամեն ինչը գիրք է, որ մենք պետք է կարդանք, որ բնությանը վնաս չտանք, որտեղ ամենառաջինը կենդանիներն են դա զգալու։ Կենդանիների անհանգիստ վիճակից
մենք պետք է իմանանք, որ այդքան լավ բան չի սպասվի ու հարկավոր է կերակրել կենթանին, որ չգազազեն մարդկանց վրա չարձակվի։ Հիվանդություններ կան, անոթների սրտի հետ կապված, ջուր առաջնային ասեցի, ջրի զանազան տարբեր տեղեր կցամաքի։ Սարքավորումները խնդիրներ կլինեն, կփչանան, տեխնիկան է, ապարատուրաներն է, կոմպյուտերային սիստեմն է, հեռախոսներ կարող է փչանալ, կորելն իր հերթին, հենց հիմնականը սարքավորման մասին է, ու ծրագրերը կխափանվեն։ Շատ կլինեն հրաբուխներ, մարդկանց մտքերը մտածածը լրիվ փոխվելու է, մեր Հայաստանում գիտելիքի կրթության հետ կապված փոփոխություններ լինելու, որ ավելի ճիշտ է համարվում, բայց մեր սովետի դաստիարակություն կրթություն ստացած մարդիկ չեն ընդունելու, բայց ավելի ճիշտ է լինելու, որովհետև շատ մեր պատմությունը խեղաթյուրված է, շատ բաներ էլ ծածկված է, իրականը կբացահայտվի ու բավականին բաներ դուրս կգա ջրերից լավը, մեր հին մշակույթ Հայաստանի, որ մենք կզարմանանք, դա ավելի մեզ օգուտ է տալու, ավելի ճանաչվելու։ Ես ասել եմ, չէ, գալիս է ժամանակ, ու այդ ժամանակը հենց այս տարվանից է 26 թվական, որ Հայաստանին ճանաչելու ամբողջ աշխարհը։ Հայաստանը աշխարհը կճանաչի հայ իրականից ով է, ինչքան էլ ադրբեջանցին այնտեղ կեց պատմություններ սարքի։ Ու մեր հետ հաշվի կնստեն։ Ու այդ երկրների համար վատը ովքեր մեզ քարկոծել են։ Երկնային աղետներն ու որոշ երկրներ պատերազմին այնտեղ էլ շոշոկներ կլինի, կմասնակցեն այս ռուս, ուկրաինական։ Ես մի քիչ վտանգավոր եմ, բայց նման բաներ տեսել եմ թուրքական, ռուս-թուրքական, չի բացառվում։ Ու թուրքը կընկնի իր խնդիրներով, էլ ադրբեջանցուն թիկունք չի լինի, որ անդադ ասում են Ալիևին պաշտպանում, չի լինելու դա։ Ոչ մի երկիր պատերազմ չի ուզում, որովհետև զոհերը շատ եղավ, մահերը շատ եղավ, անմեղ զոհեր շատ եղավ։ Ադրբեջանը ինքն էլ չի ուզում, այնտեղ խաղեր է գնում, իրոք խաղեր է գնում ու Ալիև ինչ-որ անպագորգոր բաներ ասում, ոչ մի բան էլ չի ստացվի իր մոտ։ Հանգիստ եղեք, այնտեղ էլ իր ընտանիքին լավ բաներ չի սպասվում։ Պարզապես ես որպես արդեն երկար տարիների աստղահոգեբան ու բացի աստղաբանությունից բավականին մասնագիտություններ կա, ուղղակի չեմ լուսաբանում, որովհետև ես դա սիրուն չեմ գտնում, ճիշտ չեմ գտնում։ Չի կարելի որևէ երկրի ղեկավարի մասին վատ բան ասել։ Միջև անգամ, որտեղ Էրդողանի համար ինձ հարցնում, ես իրավունք չունեմ, այն էլ այտենց հզոր երկրի։ Չի կարելի ասել կյանքի տևողություն, չի կարելի ասել ինչ վատ բան է սպասում, ես կարող ասեմ ճիշտ է, սխալ է, բայց վատ բան ասել չի թույլատրվում, որտեղ ես իրավունք չունեմ։ Եվ ոչ մեկ ով խոսեց որևիցե երկրի ղեկավարի վատը, նա անդաստիրակ մարդ է։ Ինչ ձևի մասնագետ ուզում է, ինքը անդաստիրակ է, կուլտուրայի զուրկ մարդ է և տգետ։ Դե հիմա ինչքան ուզում եք խոսացեք։ Մարդկանց մտածելակերպը փոխվում է, շատ մարդիկ չեն հասկանալու իրար, ես ինչ խոսեց, ինչ ասեց, բայց երեխաները ճիշտ են լինելու, որտեղ նրանք արագ են մտածելու, որից չմտածված քայլեր շատ է լինելու, ինչ հասկացողների համար է դա, քամիները, ցունամիներն ասեցի, և ցուրտ կլինի, և շոկ կլինի, կալանավորներ շատ կլինեն, բռնավորներ շատ կլինեն, էլի կբռնվեն, ով էլ որ բռնված է հիմա այդքան լավ բան չի սպասվում, առողջականի խնդիրները, տեսեք, ով արել է մի բառով միանգամից ասեմ, ով պետությանը ցավ է տվել, ով խաբել է, թալանել է, բայց դոշ է պատռում, որ ինքը ճիշտ է, թող պատռի, տեզերական պատիժներ է գալիս, իրեն և իր ընտանիքին, այդքան կարողությանը չի, չնայած ասեմ սննկացում սպասվում է իրենց, այդքան կարողությունը չի, ինչքան ինքը մարմնական, ֆիզիկական դա առողջական է և իր ընտանիքը, ընտանիքում հարվածներ կան, ժամանակը ցույց կտա, կտեսնեք,
Հիմա 12 օրը լուսինը 12 ամսի 12-ին որ խավարումը նորա լուսինը սկսվում, ծրագրեր կստեղծեք, բայց չկատարեք։ Ամեն ինչու միջքան կարող եք բարին, որ մի ընտանիքում այս ամիս օգոստոս խաղամոլությունը շատացավ, այդ ովքեր որ կազինոներ ունեն, դուք հրաժարվեք, մի գնացեք, հարուստին մի հարստացրեք։ Իրանք ճիշտ բան չեն անում։ Ճիշտ չեն անում իրանք։ Տեսեք, ապահոված ընտանիքի մարդիկ են գնում կազինոները, չէ՞։ Որտեվ իրանք ամեն ինչ ունեն, իրանք հագեցել են, իրանց այդ ոչինչ պետք չի, դրա համար գնում են կազինո։ Ուրիշին էլ ստիպում են, որ իր խաղացած իր պարտքերը փակի։ Բայց այն մարդիկ, որ այդքան էլ ապահոված չեն, իրեն թվում է մի 1000 դրամ դրեցին, 2000 դրամ շահեցին, ուրախանում են, ես դա արդեն կախվածություն է, որը հիվանդություն է, որից ընտանիքներ կկործանվեն։ Այ հենց հիմա օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 12-ը Վեներա մոլորակը գեղեցիկ իր տան մեջ կշերքում, շատ գեղեցիկ, շատ գարմոնիկ, ամեն ինչը գեղեցիկ է, կին, տղամարդ գեղեցիկն ենք տեսնելու։ Այն ընտանիքներում, որտեղ զույգերի տարաձայնություններ եղել, դավաճանություններ, վեճեր, վատ բաներ, բացասական բաներ, աշխատեք իրար լավը նկատեք, որպեսզի կշերքեք հավասարակշռվածությունը, արդարությունը, ազնվությունը հենց խավարման մեջ լինի, այդ ընտանիքում բաժանություն չի լինի, բայց եթե նորից անցյալը կրկնեցին, որտեղ դրա հակառակը խոյն է, ես ճիշտ եմ, լավ եմ անում, ճիշտ եմ անում, դու ով ես, փլուզում կտա ընտանիքների, որտեղ երեխաները կտուժվեն, հատկապես եթե ընտանիքում կան անչափահաս երեխաներ։ Հիմա այն ժամանակներն անցել են արդեն, որ հանուն երեխայի չեն բաժանվի թե կին, թե տղամարդ, հանուն հարևանի ինչ կասի, հանուն մամա, պապա ինչ կասեն, չկա։ Այս էլ փետրվարի կեսերից սկսվեց ինձ Սատուրնը խոյում է, որ ամեն մարդի եսն է պահելու, իր իրավունքն է պահելու եւ այն ստրկական վիճակից դուրս է գալու։ Եթե անհատին տրվածը դուրս ար, էլ ստրուկ մի եղի, սա ամբողջ ժողովուրդ, որը նաեւ մեր Հայաստանին է վերաբերվում, որ մի երկրի պետության մենք ստրուկն ենք համարվել, մենք պետք է պոկվենք, որպեսզի խաղաղ ապրենք։ Շատ օրենքներ այնտեղ ինձ հարց են տվել, այդ հարցերից ելնելով հիմա որ մի ղեկավարն է կամ որ մի կուսակցության ղեկավարն է ամենից ուժեղ, որ իր ասածները կատարվելիք են, որ ինքը ճիշտ ուղղ է տանում, մի խոսքով Հայաստանի համար ով ավելի լավ է գործող իշխանություն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հիմա միայն դա է, որտեղ ես նայեցի գառասկոպը, իր Մարսը խոյում է, Սատուրնն էլ խոյում է, որ տվել է առաջնորդ լինել եւ շատ խիստ ոչ մեկի համար մտքով չանցնող օրենքներ լինելու, շատ խիստ, կտրուկ ու հատկապես դատաիրավական համակարգին հարվածող։ Եվ սահմանադրությունն էլ փոխվել է, որ ես 18 թվականից իջան կամ 17 թվականից սպասել եմ դրան։ Բայց ով է ինձ լսում։ Ոչ մի աստղաբանի չեն լսում, որտեղ մեր ղեկավարները բոլորն էլ ամբարտավան են, ամեն ինչ իրանք գիտեն։ Կանայք կարան դիմեն գուշակների, գնում են, իրենց կանայք գուշակի դիմում են, ճակերտավոր պայծառատեսի։ Ուրիշ ինչ ունեմ, 28 օգոստոսի Լեան Լուսինա արդյունքների ավարտի շրջան է սկսվում, զգացմունքների ուժեղացման շրջան, աշխատեք ձեր զգացմունքները ճիշտ արեք, որտեղ ընտանիքին է վերաբերվում ու Մարս մոլորակը խեցգետինում, սա նաև սահմաններին վերաբերվող է, մեր երկրի սահմանների վատ բան չկա։ Ուղղակի դեզինֆորմացիա է շատ լինելու, հիմա շատ ապրիլի վերջերից դեզինֆորմացիան Հայաստանում, աշխարհում շատ է։ Ու արդեն էլ չեմ կարող անդադ ասեմ, ես ասել եմ, որ ռուսական ագենտուրան շատ լավ աշխատում է, որպեսզի այն ովքեր որ տգետ են ու անգրագետ են ու գրշամոլ են, իրանց մեջքը շուտ կոտրվի։ Եվ ես կուզենայի ասել արդեն ազգային ժողովի այս ինչ որ կատարվում է այնտեղ հիմա այդ ընտրություններից հետո վերընտրվեց վարչապետը, կաշխատի, դեռ կաշխատի, ես չեմ տեսնում այնտեղ վատ բաներ,
ինչ որ սեպտեմբեր, հոկտեմբեր բաներ են ասում, չկա։ Տհաճ բաներ լինելու են, որտեղ իրանք իրանց վերանով ասում, մենք եկել ենք, որպեսզի իրեն հանենք, չի լինելու, այդտեղը 8 տարի դուք հանում եք։ Գալիս եք հանում եք, գալիս եք, չի լինելու դա։ Ուղղակի ազգային ժողովի անկեղծ ասած նայեցի կառասկոպը ղեկավարի նախագահի Ռուբեն Ռուբինյան ծուկա կառասկոպով։ Ես խնդրում եմ, երիտասարդ տղա 37 տարեկան, բավականին նորմալ կառասկոպ ունի ու ինչ կուզենամ խնդրեմ, ասեմ տղա ջան, որտեվ իմ տղայը շատ փոքր է, իմ տղաներից։ Որպես ձուկ դու պետքա պահպանես օրենքը։ Ես գիտեմ քո հայրնով է, քո ընտանիքով է, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից, բայց ես հիմա ոչ մեկով չեմ հետաքրքրում, որտեղ ոչ մեկ ինձ հետաքրքիր չի։ Ես ուզում եմ, որ Հայաստանը խաղաղ լինի։ Ուզում եմ, որ իմ թոռնիկները խաղաղ երկրում ապրեն։ Ուզում եմ, որ ոչ ոք տնազուրկ չլինի, դիվադաթար չլինի, ուզում եմ ոչ մի փաստաբան երկակի խաղեր չվարի։ Ուզում եմ ոչ մի դատավոր, ով քեզ շատ կվճարի, այն նրա գործը դու անես։ Ուզում եմ իրոք իրավագիտություն, իրավաբանությունը իրոք օրենքը աշխատի։ Այդ դա եմ ես ուզում։ Ու պետքա վարչապետ այդ ամեն ինչը անի։ Հիմա Ռուբինյանը որպես ծուկ կառասկոպով մարտի 8 օրենքն է դա։ Օրենքը, տեզերական օրենքը, իրավական օրենքը, հակառակ նշանը կույսն է, դա նշանակում է բերանդ փագի, լուր, համբերատար, ով ինչ խոսա ավելի շատ լռի, որ շատ լսես, եւ լուր դու քո գործը տար առաջ։ Աշխատի ամեն ինչը օրենքի սահմաններում, գիտեմ, որ օրենքի սահմաններում է լինելու, անօրինական ոչինչ չի արվելու։ Հումորներով դիմացին հասկացրու, որ ինքը սխալ է։ Որովհետև դրանք միաբերան պատրաստված եկել են։ Ես դրանք եմ ասում, որտեղ են առաջի շարքի նստածները բոլորին էլ նայել եմ, ասեն, ինչ ամոթ է։ Ու դուք հայրենասեր եք համարվում, հա։ Ինչ ամոթ է, այդ ոնց եք դուք ձեզ պահում։ Երթում են տալի ժողովուրդը, պատգամավորները ոտք են գամ, դուք ոտքի չեք կանգնում։ Ինչ ուզեցաք, զայրացրել է դա, ինչ ուզեք, չէ որ աշխարհը նայում է դա։ Ինչ եք ուզում ցույց տաք դուք դրանով, որ դուք ուժեղ եք, ուժեղ չեք, դուք չեք հաղթելու։ Միանշանակ եմ ասելու, դուք չեք հաղթելու։ Ինչ ծրագրերից, որ ձեզ թելադրվում է, դա չի լինելու։ Ձեր մտքին դա է, որտեղ դուք են Բագրատինչյան էր, որին ես շատ հարգում եմ, ոտքով գալիս են վարչապետ հանելու օրեր դրել, որ հիմա պետք է ինչ ժամին դու դուրս գաս։ Ընտրություններից առաջ էլ օր դրեցի, որ պետք է դուրս գա։ Մի հիմարի մեկն ասում էր վարչապետը սեռափոխություն կանի կնոջ հետ երկիրը կլքի։ Ես ոչ չզայրանամ նման բաներից։ Ես սովորական տան տնտեսուհի չեմ, գիտեք, որ ես ամեն ինչը լսեմ, բերանս փագեմ, կամ իմ ընկերական նեղ շրջապատում սկսեմ սրանից նրանից հիմար կարծիքներ ասել։ Ու եթերով դա ասել։ Ես այդ մարդը չեմ, ես նայում եմ որպես մասնագետ, այս ինչա կատարվում Հայաստանում։ Մահեր, սպանություններ, գողություններ, սրիկայություններ, շատ վատ բաներ ու մեղադրում են վարչապետին։ Վարչապետն ինչ մեղավոր է, որ դու խաղամոլ ես, որ դու փողոցի մեջտեղը կրակում ես օրը ցերեկով չնայելով այդտեղ ով կա։ Ինչ մեղավոր է, որտեղ բաժելություն չկա դրա համար, հա։ Այո, պետք է պատժեն, որտեղ ես կառասկոպը ցույց տվեց, հիմա շատ բռնավորներ են լինելու, շատերը կկալանավորվեն։ Ու այնքան մարդկանց մեջ մտել այդ հասկացողը, աստե բռնում են, այնտեղ բաց են թողնում, դա չի լինելու։ Դա չի լինում 26 թվականի կալանավորված մարդկանց մոտ շատ տհաճ բաներ է սպասում, առաջինը դա իրանց առողջականն է, բայց բանտը, այդ 4 պատը, նաև բանակը, ինչի համար է, որպեսզի մարդկանց հոգևոր արթնության գաղափար է կոչում, հոգևոր այդտեղ բարձրանա, արթնանա ու իրանք հասկանան, որ իրանք սխալ բան են անում։ Դու ոչ մեկ իրան ղոչղի տեղ չդնի, որտեղ ղոչղ չէ։ Ղոչղը սահմանի վրայի տղաներն են։ Այդ ցրտին ինչքան ցուր տեղավ այն ցրտին ձմռանը սահմանի գլուխ տարի գլուխ էին իրանք այն նրանք են ղոչղ ասֆալտի վրա դուք ղոչղ չեք դուք այնքան վստահ եք հա որ դուք կրակ եք մարդ սպանեք
ավտոբուսի մեջ կռիվ են անում վարորդի հետ կանայք, ամեն ինչ իրենց թույլ են տալի, որ մեկ այսած ես կպռնեմ, վաղը բաց կթողնեն։ Այդ բոլորը տիրոջ ծոցատրում գրանցվում է։ Ու վաղը հատուցման, որ այս 2 տարին հատուցման շրջանը տետրը բացում է, հերթով բոլորի չափալախները տալու, այդ բառը վաղուց չեմ ասել։ Բոլորը ձեր չափալախները ստանալու եք դուք եւ ձեր ընտանիք, դուք եւ ընտանիք։ Ընտանիքին է վերաբերվելու, ձեր երեխեքին, ձեր կանանց, ձեր ամուսիններին։ Դա ամսի 12-ից է սկսվելու։ Օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի վերջ, այս ինչ որ ասեցի, հետո շարունակություն էլ կա, բայց դա շատ լարված է, որ միանշանակ է տալիս։ Հետո նայես դու այդքան ընթացքում քեզ ոնց կպահես։ Հիմա նայեք, լուսնային հանգույցը ծկան մեջ դուրս եկավ, հուլիսի վերջին դուրս եկավ։ Սա նաև քանի մի 2-3 ամիս ոնց որ ձայն չկար հոգևորական դաշտին, ու եկեղեցի չեմ ուզում ասել, որտեղ եկեղեցին իմ համար ուրիշ մի բան է, շատ լուրջ հավաքատեղ է ինձ համար համարվում, հոգևորականների հետ նորից ինչ որ փագած ծածուկ եղել, նորից բացահայտվելու է, նորից օրենքի առաջ են կանգնելու, ով իր տեղը չի դուրս է գալու։ Որ մի հոգևորականը իր տեղը չի, խնդիրների առաջ է կանգնելու։ Ուզում եք փոքրից վերցրեք, ուզում եք բարձր գնաք, որովհետև կատարում է այդ օրենքը, տեզերքը։ Եվ Ռուբինյանն էլ որպես ձուկ հավատքը պետք է շատ ունենա ազնվորեն, ոչ թե սուտ աղոտ քանի կամ գնա եկեղեցի, չգիտեմ ում ձեռքը պատճի, շատ խորը հավատքը քո մեջ պետք է լինի, որ Տիրոջ աչքից ոչինչ չի երևում, եւ օրենքները պահես եւ շատ խիստ լինես։ Ու իմ կողմից խնդրանքով աշխատի գորգռոցով ոչինչ չասես, լուրջ լսի, օրենքով պատասխանները տուր։ Ոչ մի բանից չվախենաս տղա ջան, ոչինչից չվախենաս։ Եթե այդ աթոռը քեզ են տվել, ուրեմն հիմնավոր եղի, վստահ եղի քո ուժերին ու քո գիտելիքներին։ Այդ հիմար հարցերը, որ տալիս են ճղճին, դատարկ ծիծաղելու է։ Ես խոսում եմ գրագետ մտածող մարդկանց հետ, բավականին լուրջ մարդկանց հետ, մասնագետ, զարմանում են իրանք այդ ընդդիմություն այդ ինչ հիմար հարցեր է տալի, մանկապարտեզ երեխեքն են տենց, ասա տեսնեմ Թուրքիայում քանի թուրք ես տեսել, ոնց որ ասես Հայաստանում քանի հայ ես տեսել, նախիրը մտել ես ընտեք կով տեսար, թե էշ տեսար, այդ ինչ հարց է, ընենց էլ մի գող ժպտում է, ու իրան նմաններ շատ տենց հարցեր են տալի հիմար, ոնց կալի է տենց հարցեր տալ։ Ես հիշում եմ Դեմիրճյանի ժամանակ ու հիմա, հիշում եմ Արմեն Խաչատրյանի ժամանակ ու հիմա, այդ ամբյոն ազգային ժողովի ինչ են սարքել։ Իմ տղան ազգային ժողովում աշխատել համարյա 30 տարի, համասարան ավարտելուց կոնկուրսով, սենց ասեմ, անցավ։ Խոսրով Հարությունյան, Արմեն Խաչատրյան, սենց հերթով միջև անցած տարի։ Ու իմ տղան միշտ փողկապով է գնացել աշխատանքից, սպիտակ վերնաշապիկ ու կաշտում, անտեղ կաբինետում ուներ կաշտում կախած, որ հյուր էր, եթե պետք կան, որ մեկը հագներ։ Իսկ ես հիմա նայում եմ, մի աղջիկ հագել է գծավոր ու կարճ զգեստ գնացել ազգային ժողով, դեպուտատ է։ Անտեղ մի տղա կա ընդդիմադիրների մեջ սպարտիվ կայի ֆուտբոլ կա, սպիտակ, ես գրական բառեր չեմ օգտագործում, ասում եմ այն բառեր, որ բոլորդ հասկանան։ Միթե կարելի ազգային ժողովում այտենց մայկայով գնալ։ Հա? Կարելի է այտենց սպարտիվնի մայկայով շտանգով բարձրացնող, այն չէ, այդ մայկայով գնալ ազգային ժողով, ջինսերով գնալ։ Այդ ազգային ժողովը թե կրկես է այնտեղ, ամոթ է։ Նայեք լոտար երկրներում, Վրաստանում այտենց բան չկա, ես հետևում եմ, որ Կորեայում միշտ այնտեղ իրար ծեծում են, այնտեղ էլ այտենց բան չկա, փողկապներով են մարդիկ, դա հարգանք է։ Էս ինչ բազար եք սարքել դու։
Ես առաջ ազգային ժողովի կողքով անցնում եմ, մենք այն ասում եմ ծիծաղում են, ինձ թվում է եկեղեցու կողքով եմ անցնում։ Այն ժամանակ ցեկա ենք ասում, զգաստանում էր Քոչինյանի ժամանակ, Դեմիրճյանի ժամանակ, էսի չի սարքել ամբիոնը։ Ես չեմ կարող սրանք չասեմ, իմ սիրտը ցավում է, որտեվ այդ իմ տղայի հիմնարկն է եղել, հիմնարկը։ Ու ինքան բաներ էր պատնում դրական լավ են ժամանակն է, էս ինչ կատարվեց ըստեղ։ Այդ ովքեր են այդ դեպուտատ կոչվածներ, այդ ինչ են, ասենք համասարան ես ավարտել, հա ինչ, որ գլուխը դունդուկա, ով ասես եկել նստելա դեպուտատ, որ ինչ անի, որ ինչ անի։ Հետո անպակորկոր բառեր եք ասում, ես էլ ինչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ։ Այդ ես որ այդ շորերը տեսա, դրանք ինչ ձևի հագուստ են հագել, չի կարելի տենց հագուստով գնալ լուրջ հիմնարկ, դա լուրջ հիմնարկը ազգա ներկայացնում ազգային ժողով, ցեկա։ Ոնց կարելի է սպարտիվ կայով գնալ ազգային ժողով։ Պարոն Փաշինյան, որ այդ մարդկանց ընդունում եք ազգային ժողով, մի հատ կանչեք ձեր կաբինետ, իր հակուկապինայիք ու սովորացրեք։ Էթիկայի դուք բան ունեք, ինչա կոչվում։ Նախարարություն ունեք, ինչ ունեք, այդտեղ դրանք չեն սովորացնում, որ չի կարելի տենց հագուստով գալ ազգային ժողով։ Լուրջ հիմնարկը, որտեղ օրենքները հրատարակվում ամբողջ ազգի Հայաստանի համար։ Ու պարտադիր այդ կրթությունն ունեն, ավարտած լինի, ֆիզկուլտ ինստիտուտը կարա գատեղ, թատերականը կարա գատեղ, ինչ-որ տեղի ակադեմիա ուսումնարան ֆեզե ավարտած կարա գա դառնա դեպուտատ, մեկ ընդեղ հումորներ անում, հարց են տալիս, մտածում եմ, այն Գալկինի հաղորդումը կա, որ երեխեքին կանչում են, ասում ինչ ես անում, ասում, я думаю, Չապաևին ա դառը, думает, այդ ձեռառնոցի է, շատ ամոթա ձեր պահվածքին, որը լավ հետևանքներ չի բերի, դուք այնպես արեք, որպեսզի մարդիկ ձեզ դրսում տեսնեն, հարգեն, քաշվեն, խոնարհվեն, շնորհակալ լինեն ձեր վարած աշխատանքից, դրա համար ես բոլորիդ կհամարեմ ճակերտավոր հայրենասերներ, ոչ մեկդ էլ հայրենասեր չեք, ոչ մեկդ, որտեղ դուք ազգային ժողովը այդ աթոռը որտեղ նստել եք, այդ ամբիոնը դուք չգիտեք դա ինչ է ու չեք էլ հարգում։ Եթե հարգեք ամենաառաջինը դուք ձեզ պարկեշտ կպահեք։ Հատուկ այդ մարդիկ են, որ այնտեղ կարող են իրանց նորմալ պահել, դա էլ գալիս է իրանց ընտանիքի դաստիարակությունից։ Գորգռոցում ինչ, այդ արդեն պարզերում է մտածող մարդ է, որ նախապես դրանց սովորացրած են, աղջիկ ջան, դու պետք է մտնես ընտեղ գոռաս, ինչ կա չկա ասա, ես քո թիկունքն եմ, տղա ջան, դու քեզ սենց կպայես, ես քո թիկունքն եմ, բակու նամուսը, բակու թասիպը, բակու հասկացողությունը չէ, որ պատասխան կա ստանալու, և դա 27 թվականն է, որ հենց այս օգոստոս ամսվանից սկսվում է, հիմա ես այսքան բան ասեցի զայրացած, բոլորն էլ իմ համարձակությունը գիտեն, ես իմ տղայից հետո ոչ մի բանից չեմ թաքցնում, վատ լինում, ամաչում, չկա տենց հասկացողից, վերջացավ, ու իմ հասակակիցներ հետ, որոնք իրոք գիտակ ու կրթություն ստացած ինտելիգենտ մարդիկ են, իրոք ոչ թե ճակերտավոր ինտելիգենտ, բոլոր ինստիտուտ ավարտած ինտելիգենտ չի, բոլորն էլ այդ կարծիքին են, երիտասարդներ էլ կան, որ հակուկապին ձեզ ուշադրություն դարձեք, որպեսզի ձեզանից քաշվեն։ Բժշկին, որ տեսնում ես այդ սպիտակ խալաթով, հիմա այդ սպիտակ խալաթն էլ անցել։ Անկախ քեզանից քաշվում ես ու գիտես, որ այդ մարդն է սպիտակ խալաթը հագի, ինքը քեզ կբուժի, որտեղ վստահություն է ներշնչել։ Ոստիկանի ձեռ է կառնում այդ համազգեստին, զինվորականին ձեռ է կառնում, բոլորին ձեռ եք առնում, բոլորի վրա գոռում եք, բոլորի վրա հարձակվում եք, դա ձեր կուլտուրան է, դա ձեր կուլտուրան է, ոչ թե վարչապետի, հա ճիշտ է, հիմա եթե այս ամեն ինչ ինչքան անարդարություն ու սխալ բաներ կա, վարչապետը տեսնի ու նկատողության անի, նշանակում բոլորը պետք է նստեն բանտեր էլ տեղ չի լինի, դուք ինքներդ փոխվեք, դուք սխալ եք, ու դիմացինի սխալ եք անում։ Բնությունը բաց գիրք է կարդացողի համար, եթե մարդը սիրեց բնությունը, ինքը այդ գիրքը լավ կհասկանա,
ու իր ընտանիքում միան թեթևակի անձրև, մի երկու հատ կարկուտ կխփի իր կտորի, բայց կտորը չի փլվի։ Լավ, ստեղ մեկ ուրիշ բաներ կա։ Այս հիմա որ Մարս մոլորակը լինում է խեցգետին, փակ վախկոտության շրջանը վիճակը համարվում, գաղտնիքների բացահայտում է գնալու, ընտանիքներին վերաբերվող, նաև օրենքի, նաև այն մարդիկ, ովքեր սխալ բաներ շատ են արել։ Այդ գաղտնիքները կբացվի, որից իրենք վախենալու են ու կարող են ոլոր-մոլոր ճանապարհներով ինչ-որ բաներ անեն։ Դա եւ անհատներին ընտանիքին է վերաբերում եւ ովքեր որ ղեկավարության մեջ են։ Վիրավորվածություն շատ է լինելու մարդկանց մոտ, որը կբերի գաղտնի գործողությունների, պահպանվող գործողություններ, այսինքն թաքուն անելու, համարձակ քայլեր չարվի, որտեղ սխալ կլինեք, այն ազգային ժողովում որոշ մարդիկ համարձակ քայլեր են անում, որը չի ընդունվի, ուղղակի աղմուկ է լինելու տեղ, աղմուկ, իսկ աղմուկը լսել չի տալիս, հոգնել են մարդիկ չեն ուզում լսեն, հələ կոմենտները կարդացեք, ինչքան քննադատություն է, ամոթ է, վերջ տվեք, էսից ձևեք ձեզ պահում, ձեր երեսը չգիտեմ ինչ երես է, իրոք չգիտեմ։ Ընտանիքներին վերաբերվող շատ կարևոր է այս ամիսը ընտանիքներին, հարստացածներին, տան հետ կապված խնդիրներ կլինեն, այն ցանկությունները, որոնք որ դուք ուզում եք անարդար ձևով ոլոր-մոլոր ճանապարհներով որ գնաք, որպեսզի ձեր ուզածը անեք, հեստեք ու խաղամոլությունը վերցնենք, չեք շահելու եւ խնդիրներ կլինի ձեզ մոտ։ Հարկավոր է այ հիմա, հենց ամսի 12-ից, հարկավոր է նվիրվածություն, հայրենիք ընտանիք հասկացողությունը, եթե սիրտդ քո ընտանիքի վրա ցավում է, ուրեմն թող հայրենիքի վրա էլ ցավի, որ քո ընտանիքը ամուր մնա, չէ որ խոսքը կա ազգ ուժեղը իր ընտանիքով։ Ուժեղ ինտուիցիա, հիմա այս Մարսն ամբողջը սա անելու, համառությամբ սահմանները պահպանել, այդ տհաճ խոսակցություններից, դեսինֆորմացիաներից է լինելու, սահման ասել է միայն մեր սահման մի վերցրեք հայրենիք, այ քո ընտանիքի քո սահմանները պահպանես։ Այն ժողովրդական խոսքը կա, չէ, դուռդ պինդ փագի, հարևանին էլ գողմի ասա։ Եթե դուռդ բաց է, քո գորգռոց, քո պահվածք ամեն ինչը հարևանը, բարեկամը լսում են, լեզուները երկարում են, ուրեմն ինքդ ես թույլ տվել դա։ Դու թույլ ես տալի, որ քո հասցեին կարան վատ բաներ խոսել։ Վախերը, կոնֆլիկտները, արագ հոգնածություն կտան, իսկ սա ազդում է սրտին։ Հիվանդությունները շատ են, ինֆեկցիաները շատ են, վարակները շատ են, հատկապես սեռական վարակները շատ են լինելու, որը կազդի երեխա ունենալու վրա, նաև տեսողության վրա էլ կազդի։ Հանուն ընտանիքի պաշտպանության պատասխան գործողություններ կընթանան։ Հիմա մեկը կարող է թույլ թվանքն առնի, ընկնի մեյդան կռիվ ղալմաղալ անի, ինչա իր ընտանիքի մասին վատն են ասել, մեկն էլ կարող է դիվանագետորեն մոտենա կամ լռի, համբերատար բացատրի կամ ուշադրություն չդարձնի այդ մարդու հասկացողությունից ելնելով։ Ինչ ուզում է լինի, երբեք ընտանիքին չի կարելի գտնել։ Բայց հիմա մարդկային գործոնը չի, հիմա տեզերքն է։ Այս ամիսը լրիվ տեզերքն է, ամեն ինչը տեզերքն անում, այդ որ այդքան մենք բումերանգ ենք ասում, հենց սա էգրեգորն ամբողջ մարդկանց մտքերի հավաքածու, ինչ կա բոլորը հավաքվել է տարիների 20 թվականից ասեմ, ինչ որ կա այդ մենք մտքերը մտածել ենք, անիծել ենք կեղտոտ բաներ, նախաշճար, ես ճիշտ եմ, դու սխալ ես, այս ամենը հավաքվել է, կուտակվել, այս խավարումը տալիս է վերև, արդեն տվել է վերև, հիմա իջնում է, ամենքն իր արժանի պատիժը ստանալու է, ամենքը կստանան իրենց արժանի պատիժը, այստեղ մի հարց էլ կար կնունքի ու հարսանիքի համար, որ պարտադիր է եկեղեցում այդ կնունքը լինի, իհարկե պարտադիր է մերոնը,
որտեղ Մերոնը շատ հզոր է, շատ ուժ ունի։ Ես կարծեմ ինչ որ եթերում ասացի մի անգամ, բայց հիմա էլ կասեմ, որտեղ դա շատ կարևոր է ու ես ուսումնասիրություններից եւ ես պրակտիկայից ելնելով ես հանգել եմ դրան, որ դա այդպես է։ Հետո ես նման գրքեր շատ եմ կարդում ու հոգևոր գրքերը եւ միստիկ գիտեմ ինչից հետո ինչա գալիս այն քահանան ով իրոք քահանա չի իր տեղում չի ինչքան էլ ինքը պատարակ անցկացնի իր վարած մկրտությունը այն Մերոնը որ քսումը դա զրո է Կարա ինքը սովորական քահանա լինի, բայց հոգևորը լինի իր մեջ, ինքը ազնիվ լինի, ինքը իրոք հասկանա Տերն ինչ բան է, սերն ինչ բան է, խաղաղությունն ինչ է։ Մի փոքր կաթիլ էր կաթացրեց, քսեց, կամ աղոտ քարեց, կամ ձեռքը դրեց օրնից, դա զորություն ունի, դա ուժ ունի։ Ես ինչքան կարելի ասել եկեղեցի կա Հայաստանում ես եղել եմ 15 տարի, դա քիչ չի։ Ու բոլոր կարելի ասել քահանաների հետ շփվել եմ, զրուցել եմ։ Սարկավագներ կան ավելի ճիշտ են, ավելի զորեղ են։ Հետները որ խոսում ես, զգում ես, որ այս մարդը իրոք հոգևորով ապրող մարդ է։ Իրոք հասկանում է ինչ բան է հավատքն ու աղոթքը։ Իրոք հասկանում է ինչ բան է Աստվածաշունչը։ Հասկանում է, որ Սաղմոսը ինչ ուժ ունի։ Այրա մի օրհնանքը, մի աղոթքը զորություն ունի, կբժշկի, որտև ես մի երկու քահանա գիտեմ Հայաստանում, որը դիվահարություն անում, իսկ դա ամեն քահանա չի կարող։ Ու իրա քսած Մերոնը անպայման օգնելու է։ Եվ էսենց մի բան էլ ես կարդացի, իմացա, որ հիմա դե շատ է թուղթու գրեր իրարանում, հիմարավարի ու անգրագետ, որովհետև եւ գտնում են եւ բացահայտվում է, միամիտ գտնում են, դա նշանակում անողը անգրագետ է, այդ երբեք էլ չի ասի, ուղղակի այնքան էստո տրամադրվել այդ վատին, որ ասում ես թուղթուգերն ազդել է։ Եթե իրոք ճիշտ քահանա է քեզ օրհնել ու Մերոնա քսել քո վրա, մի փոքր կաթիլ ամբողջ աշխարհի մոգերը քեզ թուղթուգեր անեն, քեզ չի կպնի։ Որտեղ մեր Մերոնը ամբողջ աշխարհում զորություն ունի։ Հрьяաներն էլ ունեն, բայց նրանք մեզանից տարան։ Գողացան։ Մեր Մերոնը շատ զորություն ունի։ Շատ, բայց չեն տալի քահանները։ Մի անգամ եկեղեցուց մի կաթիլ ուզել եմ ջրի մեջ լցնի, մի կաթիլ չի տվել։ Ես էլ հարցնում եմ ինչի չես տալիս, ասում եմ որտեղ տանում են գուշակները կեղտոտ բաներ են անում։ Մերոնով կեղտոտ բան չեն անում, Մերոնով կեղտոտ բաներն են մաքրում, այ քահանաներ։ Ես վերջացնեմ, հոգնեցի ես, որովհետև ազգային ժողովի պատգամավորների պահվածքը ես շատ զայրացել եմ այս 2-3 օրը։ Հատկապես, որ ոտքի չկանգնեցին, հետո գնում էին Էջմիածին կաթողիկոս օրհնիրեն, թող գնան, այդ իրանց իրավունքն է։ Բայց Սաղմոսն է Հայաստանը պահում։ Բոլորդ էլ Սաղմոս ասեք։ Այդ ընդդիմադիրները շատ կուզենա, բոլորն էլ երիտասարդ են, բոլորն էլ ընտանիք ունեն այնտեղ։ Կուզենայի, որ իրենք մեդիտացիաներ անեն, իրանք աղոթքների մեջ լինեն ու խնդրեին Տիրոջից, որպեսզի Աստծո տված երազներ տեսնեին իրանք։ Ու երազով իրենց ինֆորմացիա կար, արդյոք իրանց պահվածքը ճիշտ է, արդյոք իրանք ինչ որ հիմա խոսում են իրանց ոնց պահում են, եկել ենք, որ իշխանությանը հանենք, արդյոք իրանք ճիշտ են, թելադրանքով չանեն ոչ մեկ, հետո Տիրոջ թելադրանքը լինի, բայց ոչ թե անհատի, որ մեր ժողովուրդին ինչ օրնակցել հայոց, որը Ռուսաստանում է, այդ է կուզենա, ես իմ աղոթքների մեջ տանեմ, որ բոլոր մեր պատգամավորները ընդդիմադիր կլինի, թե ինչի մադիր կլինի, կխնդրեմ, որ բոլորը լուսավոր երազներ տեսնեն ու իրենք իրանց երազների մեջ տեսնեն, արդյոք իրանց պահվածքը ճիշտ է, ինչը որ իրենք հիմա ելույթներ են ունենում,
Այն անցյալի, որ նրանք եղան, նրանք ոչ մի օրենք չարեցին, մենակ բամբասեցին։ Սրանք նրանց բամբասեցին, նրանք է սրանց մի լուրջ օրենք չարեցին, ինչ փոխվեց։ Ոչ մի բան չեն արել, գոնե սրանք մի լուրջ մի բան անեն։ Գոնե սրանք մի լուրջ մի բան անեն, որ օգուտ պետք է տա Հայաստանին։ Գիտելիքին պետք է օգուտ տա, գիտելիք, գիտություն, որտեղ ազգը եթե կերակրում ես գիտելիքով, այդ ազգը հզոր է, ոչ մի պետություն քեզ չի կարող ոչինչ անել։ Մեզ էլ ոչ մեկ չի օգնելու, մենք մեզ ենք օգնելու, մենք մեզ պետքա ոտքի կանգնել։ Այսքան է։ Թող բոլորի աչքերը պայծառանան եւ լուսավոր երազներ տեսնեն, Աստծո տված, Աստծո երազներ գոյություն են, ոչ թե սատանայի երազներ, Աստծո տված երազներ տեսնեն, որ տեսնեն իրանց քայլերը արդյոք ճիշտ է։ Եթե աշխատում ես քո ընտանիքի համար, ուրեմն ազնիվ եղել, որ քո ընտանիքը վթարներ չլինի, քաղցկեղով հիվանդներ չլինեն, նման մարդկանց կանայք քաղցկեղով շատերի քաղցկեղով հիվանդ են, քաղցկեղ ունեն, քաղցկեղն ասում են հիվանդություն, այն նման մարդկանց կանայք շատերը քաղցկեղ են ունենում։ Ու այդ ֆինանսներով իրանք գնում են ճակերտավոր բուժվում են։ Թող չիվանդանան ոչ մեկ, որ երեխաները պապայից մամայից չզրկվեն։ Այսպես խաղաղություն մեր աշխարհին։